Հրապարակ թերթը գրում է ԿՊԱ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի նախաձեռնած զինվորական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի փոփոխությունների նախագիծը ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի երեկվա նիստում ստացավ 5 կողմ 4 դեմ 1 ձեռնպատ ձայներ։ Նախագիծը չանցավ։ Քվեարկությունից անմիջապես հետո Սարգսյանը բարկացած դուրս եկավ քննարկման սենյակից։ Քննարկման ընթացքում ԿՊԱ-ականները մեղմ ասած կերան իրար Անդրանիկ Քոչարյանը Հայկ Սարգսյանին մեղադրեց վիճակագրություն կեղծելու եւ այլնի մեջ։ Իսկ եզրափակիչ ելույթում էլ Սարգսյանը Քոչարյանին մեղադրեց, որ ի սկզբանե կողմ է եղել նախագծին մասնակցել է քննարկումներին, Փաշինյանն էլ է հավանություն տվել եւ իր համար հասկանալի չէ, թե ինչու են հիմա խմբակցությունում դեմ։ Հաշվի առնելով, որ Փաշինյանին պատգամավորը շնորհակալություն հայտնեց, ստացվում է, որ կամ իշխող խմբակցությունն ինքնագլուխ է տապալել նախագիծը, կամ էլ Փաշինյանը սովորույթի համաձայն սկզբում հավանության է արժանացրել նախագիծը, հետո նրան հասկացրել են, որ դա հակասահմանադրական է, նաև հարվածելու է իշխանության ռեյտինգին ու զատնի է դրել մերժելու գործը բարթելով խմբակցության ուսերին։ Ժողովուրդ օրաթերթը գրում է, որ եկեղեցին սպառնալիք է իշխանության համար նորություն չէ, սակայն պարզվում է, որ հոգևոր հաղորդումներն են դարձել սպառնալիք։ Այս սա նորություն էր, այն էլ հանրային ռադիոյի դեպքում։ Բանն այն է, որ Բաքվի ժամացույցը Հայաստանի հանրային ռադիոյի բերած նոր տնօրեն Արմեն Քոլոյանը համացանցում տարածված տեղեկության նոր որոշում է կայացրել։ Հիմա էլ որոշել է հոգևոր եկեղեցական հաղորդումները փակել։ Ժողովուրդ օրաթերթը կապ հաստատեց Արմեն Քոլոյանի հետ, ով իրեն հատուկ կամահարանքով փորձում էր ամեն կերպ խույս տալ հարցի պատասխանից, հորդորելով գնալ եւ ստուգել մեր աղբյուրների հավասարությունը։ Գաղտնիք չէ, որ Քոլոյանի նշանակումից հետո հանրային ռադիոն դարձել է ոչ թե հանրության, այլ իշխանության շահերը սպասարկողը։ Կարճ ասած, Նիկոլ Փաշինյանի քմաճուկները դարձել են իշխանական բուրգի ուղղորդիչ լոկոմոտիվ, տարածվելով անգամ հանրային տիրույթում։ Հրապարակ թերթը գրում է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական դատարանի դատավոր Բարձրագույն դատական խորհրդի նախկին անդամ Նաիրա Հովսեփյանը ըստ Բարձրագույն դատական խորհրդի մեր աղբյուրի վերջին կարգապահական վարույթից պլստացել է կրկին պատերազմում զոհված որդու հանգամանքով պայմանավորված։ Մեզ ասացին, որ Բարձրագույն դատական խորհուրդն վարույթը մերժելու որոշման պատճառաբանական մասում կրկին անդրադարձել է Հովսեփյանի ծանր հոգեբանական վիճակին պայմանավորված որդու կորստով։ Փաստորաթերթը գրում է 3 հայտի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է ազգային ժողովի նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրամյանը։ Սոցցանցերում բազմաթիվ օգտատերերի առաջին արձագանքն այն է, որ առաջիկա ընտրություններից առաջ այսպիսի շոուների պակաս չի լինելու։ Ավելին, կան տեղեկություններ, որ Հովիկ Աբրամյանի հետ կապված այս շոուն նպատակ է ունեցել եւս մի քանի օր զբաղեցնել հանրությանը։ Բայց Նիկոլ Փաշինյանի պլանները խափանեց Իրան իսլամական հակամարտությունը, որը գրավեց բոլորի ուշադրությունը։ Ինչու շոու, որովհետև ակնհայտ է, որ սա ընտրություններից առաջ հասարակությանը գլխավոր թեմաներից շեղելու կոռուպցիոն թեմաներով սեփական փոքրաթիվ ընտրազանգվածին ոգևորելու նպատակ ունի։ Իսկ ինչու հենց Հովիկ Աբրամյանը։ Նախ նշենք, որ մեր տեղեկություններով նա միակը չի լինելու։ Առաջիկայում էլի կլինեն նոր տեսարաններ ու նոր գործեր կսարքվեն նրանց դեմ, ովքեր այս ընթացքում չեն խոնարհվել Նիկոլի առջև, չեն անցել նրա թրիտակով, ընդհակառակը եղել են պետության, պետականության, ազգայինի ջատագով, ինչն այդքան էլ անհանգստացնում են Նիկոլ Փաշինյանին։ Հրապարակ թերթը գրում է Վարդենիսի շրջանում մարտական հերթապահություն իրականացող զինծառայողներից մեկը պատմեց, որ հրամկազմը դիրքերից հանել է տվել խաչերն ու աղոթելու անկյունները, որտեղ սահման պահող տղաներն աղոթում են։ Մենք հետաքրքրվեցինք եւ պարզեցինք, որ Պաշտպանության նախարարությունը դեռևս տարեսկզբին է հրանգել մարտական դիրքերից հեռացել հոգեվոր անկյունները, պարզապես վերջին շրջանում ավելի խստացրել են եւ անցել գործուն քայլերի։ Պաշտպանական գերատեսչությունից բնականաբար չհաստատեցին տեղեկությունը, չի համապատասխանում իրականության։ Իդեպ ավելի վաղ էլ գրել էինք, որ կառավարությունը շրջաբերական է իջեցրել թիմերին միջպետական ճանապարհներից խաչերը հեռացնելու մասին։ Այս լուրն էլ էին սկզբում հերքում, ակնհայտ է, որ իշխանությունների հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարը միայն հոգևորականների կուսակրոնության խախտմամբ եւ կաթողիկոսին հեռացնելու տեսլականով չէ պայմանավորված, այլ առավել խորքային պատճառներ կան։
Ժողովուրդ օրաթերթը գրում է ԿՊԱ-ականները SMS են ստացել թիրախավորելու Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին եւ մյուս բոլորին, ովքեր կհամարձակվեն սատարել ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին։ Ժողովուրդ օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ իշխանական կուլիսներում որոշված է ամեն կերպ չեզոքացնել Տեր-Պետրոսյանին ու նրա թիմակիցներին, լուծելով նաեւ 2026-ին ընդառաջ առաջին նախագահի թիմի մասնակցության չեզոքացման հարցը։ Նախորդին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, որը հայտնի էր Տեր-Պետրոսյանական իր հայացքներով Facebook-յան գրառում էր կատարել անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարությանը, միաժամանակ հիշատակելով Վանո Սիրադեղյանին ու նրա մեղադրելով ընտրակեղծարարության համար։ Նորանկախ Հայաստանի նաև կաթողիկոսական ընտրությունների կեղծման կնքահայրն է Վանոների միջոցով գրել էր Արայիկ Հարությունյանը, ով հրապարակներում Լևոն էր գոռում իշխանություններն այնքան են ահաբեկվել, որ մոռացել են անգամ, որ Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ գլխավորել է ընտրակեղծարարության կնքահայր Վանո Սիրադեղյանի թաղման հանձնաժողովը, անձամբ մասնակցել նրա հուղարկավորությանը, բայց Արայիկ Հարությունյանը միակը չէ այդ թիմում։ Նույն կերպ երախտամոռության հարցում մրցավազքի մեջ է մտել նաև ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, որը անհարիր բառապաշարով հարձակվել էր Լևոն Տեր-Պետրոսյանի վրա, մոռանալով, որ ընտրակեղծիքներով ձևավորված իշխանության մեջ իր հայրը աշխատել է ազգային ժողովի փոխոսնակ։ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր Կտրիչ Ներսիսյանի կուսակրոնության ուխտը խախտած լինելու մասին ակնհայտ ճշմարտությունը բարձրաձայնելն ու դրանից բխող պատասխանատվություն ակնկալելը համեմատել է ցարական Ռուսաստանում հայ առաքելական եկեղեցու գույքի բռնագանձման ու հայկական դպրոցների փակման հետ։ Այսինքն կաթողիկոսի Աստծո առաջ տրված ուխտը պահպանել ակնկալելը նույնն է, ինչ եկեղեցու գույքը բռնագանձելն ու հայկական դպրոցներ փակելը։ Ինչպիսի իմաստուն վերլուծություն այս դարակազմիկ մտքերի վերջում էլ Սուրբ ուխտը խախտածի պաշտպան Տեր-Պետրոսյանը Փաշինյանին անվանել ազգադավ ու սրբապիղծ։ Այսպիսով Լևոն Պետրոսյանի, Լևոն Զուրաբյանի վերածվելու գործընթացը կարելի է համարել ավարտված։ Շատ ափսոս, հայտարարել է Ռուբինյանը, ով մեծացել է Զուրաբյանի աչքի առաջ նրա գաղափարներով։